ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հետ հեռախոսով խոսելիս հայտարարել է, որ Իրանն արդեն հանձնվելու շեմին է։ Ըստ Axios պարբերականի Թրամփն իր գործողությունները որակել է որպես քաղցկեղային ուռուցքից ազատում, որը սպառնում էր բոլորին։ Նա ենթադրել է, որ Թեհրանում այլևս չկան պաշտոնյաներ, որոնք ի վիճակի են կապիտուլյացիայի որոշում կայացնել, քանի որ պարզ չէ, թե ով է իրականում ղեկավարում երկիրը։ Նա նաև բացահայտ ծաղրել է Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, նրան անվանելով թուրամորթ։ G7-ի առաջնորդները սակայն լուրջ մտահոգված են պատերազմի տնտեսական հետևանքների համար։ Նրանք Թրամփին կոչ են արել հնարավորինս շուտ ավարտել ռազմական գործողություններն ու ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը առևտրային նավերի տեղաշարժը վերականգնելու համար։ Չնայած Թրամփը նշել է, որ իրավիճակը նեղուցում բարելավվում է, նա խուսափողական է եղել պատերազմի ավարտի հստակ ժամկետների հարցում։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ իր նպատակն է հարցը վերջնականապես լուծել, որպեսզի 5 տարի անց ստիպված չլինեն նոր պատերազմ սկսել Իրանի դեմ։